Արի, ճիշտ է, մենք հաղորդում չվարեցինք, բայց այս այցն էլ չի թողնի, որ Դրուվն իր գործն անի։ Այս այցը կատարեց մեր երկու ցանկությունը։ Նախ Դրուվը չի կարողանա հաղորդումը վարել, երկրորդ մայրիկը կպատժվի։ Մեզ իր ծառաներն է դարձրել։ Ինձ թվում է, մենք բոլոր կենդանիներին ներս պետք է բերենք։ Լավ կլինի։ Հանգստացիր սիրունիկս։ Ես այստեղ եմ հանգիստ։ Շնորհակալություն Ռամպիարի, դու ինձ լսեցիր։ Տուր ինձ։ Ներեցեք քերի, ես Ռամպիարին բերեցի այստեղ առանց ձեզ հարցնելու, բայց քերի, ինչպես թողնայի, որ պարոն Դրովի հաղորդումը ձախողվեր։ Բոլորը նայում են նրա հաղորդումը։ Եթե նա այս հաղորդումն այսօր չանի, նրա հեղինակությունը շատ կտուժի։ Դուք նրա հայրն եք։ Չեք ցանկանա, որ նրա անունը սկսեն շոշափել անարժան մարդիկ։ Ճիշտ չէ, քերի։ Ես դա ամբողջ աշխարհին եմ բացատրում, իսկ դու այսօր ինձ ես բացատրում։ Ներեցեք քերի, եթե ձեզ վիրավորեցի։ Բանդերների ընտանիքի ամենամեծ գանձը նրա պատիվն է։ Ինչպես կարող եմ թողնել, որ դրա հետ խաղան։ Գնա, շարունակիր քո գործը։ Ես միայն հանուն քեզ եմ համաձայնում։ Շնորհակալություն քերի։ Դրովի հաղորդումը սկսվում է, Պոնամջի, շուտ արի։ Արագ։ Տեր Աստված, տեսնես ամեն ինչ հասցրին անել։ Հուսով եմ ամեն ինչ կարգին է։ Պոնամջի, ինչու ես այդքան լարվել։ Այդպես չի կարելի։ Դրանից ճնշումս բարձրանում է։ Հայրիկ, հաղորդումը սկսվեց։ Հա։ Բարեկալուս ձեր սիրելի հաղորդմանը, ձեր ձայնը Դրուվի հետ։ Մենք այսօր հյուրընկալել ենք կինոաշխարհի ամենահայտնի երգիչներից մեկին, պարոն Անշուման Ռոյին։ Իր հրաշալի ձայնով նա շահել է ձեր բոլորի սրտերը։ Նա երբեմն իր ձայնով նաև սրտեր է կոտրում, բայց նա հայտնի է ոչ միայն ստացած մրցանակներով, այլև իր անվան հետ կապված զանազան հակասական պատմություններով։ Եկեք ամեն ինչ նրանից իմանանք։ Ասացեք, պարոն Անշուման Ռոյ։ Շատ շնորհակալ եմ, Տեր Աստված։ Պոնամջի, մեր թափքին այսօր լավ գործ արել։ Երբ ես քաղցրավենիք բերելու։ Բերում եմ, Ռաբրի եմ բերում։ Ադիտի, շուտ, լսեցիք։ Ռաբրի, դուր ուտենք։ Բերում եմ։ Գերեք ինչքան ուզում եք։ Շատ լավն է։ Պահ։ Երևի թափքին է։ Բայց ինչպես կարող է թափքին լինել։
Հիմա կտեսնեմ։ Ես կգնամ, մամ։ Բարի երեկո։ Եկեք։ Նամաստե։ Ես ձեզ համար քաղցրավենիք եմ բերել։ Բայց տեսնում եմ, որ արդեն ուտում եք։ Երևում է դուք էլ թեժ նորություն ունեք։ Ճիշտ չէ։ Թեժ չէ, բայց նշելու բան մենք էլ ունենք։ Այո։ Մեր թափկին այսօր շատ լավ գործ է արել։ Դրովի հաղորդումը։ Թափկին է վարել դրովի հաղորդումը։ Ինչ եք ասում։ Չէ, նա չի վարել, նա կազմակերպել է։ Նա դրովի տուն է գնացել։ Ինչև է մոռացեք։ Ասացեք, ձեր աչքալույսն ինչ լավ նորության համար է։ Եղբայր, ինձ համար հիմա բոլոր նորություններն էլ լավն են։ Աղջիկս ամուսնանում է։ Քույրիկ, սրտանց տնավորում եմ։ Իրոք, ինչ լավ նորություն է։ Բայց մի լավ բան էլ ասեմ։ Տղան ձեր երկրից է, Ագրայից է։ Դա ձեր երկիրը չէ։ Երևի ուզում եք ասել նույն քաղաքը։ Քաղաք, երկիր, ինչ տարբերություն։ Բոլորը Հնդկաստանում են, չէ։ Այո։ Հիմա նկարը ցույց կտամ։ Շատ սիրուն տղա է։ Ահա, նայեք։ Ես ոչինչ չեմ ուզում լսել։ Թող անիծվի այս հարսանիքը։ Ես կծերանամ մինչև այս աղջիկը մի նախադասություն վերջացնի։ Ես չեմ ուզում ամուսնանալ կակասի հետ։ Թող տեսնեմ։ Ինչ եղավ։ Առանձնապես ոչինչ։ Ոչինչ։ Բախտավորություն է այսպեսի լավ տղա գտնելը։ Իրոք մեր բախտը շատ է բերել։ Աղջիկս լավ կտեղավորվի։ Ալո։ Այո, արդեն գալիս եմ։ Ես պետք է գնամ։ Հյուրեր ունենք, բայց դուք էլ պետք է մեզ հյուր գաք։ Հարսանիքին էլ կգաք բոլոր մյուս արարողություններին էլ։ Ես գնամ։ Նամաստե։ Լսեք, հիմա ամեն ինչ կարելի է նորից տեղը դնել։ Լավ, հիմա կանենք։ Քերի, ես կարող եմ օգնել։ Ոչ աղջիկս, մենք կանենք։ Օգնել պետք չէ։ Շնորհակալություն։ Դու առավոտից աշխատում ես։ Օգնած կլինես։ Շնորհակալություն, պարոն։ Այդ ես պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ թափկի։ Ես հաղորդումը միայն քո շնորհիվ վարեցի։ Թե չէ այն այսօր մեկ ուրիշն էր վարելու։ Ավանդույթը կխախտվեր։ Եթե կարող եմ քեզ համար ինչ-որ բան անել, ցանկացած բան։ Դու միայն ասա։ Պարոն, ինքնագիր խնդրում եմ։ Եղբորս շոբի համար։ Նա ձեր մեծ երկրպագուն է։ Ես էլ եմ ձեր երկրպագուն։ Բայց նա ձեզ համար ուղղակի գժվում է։ Շնորհակալ եմ, պարոն։ Ձեզ առողջություն եմ մաղթում։
ուրիշ ես թափքի։ Տարբերվում ես բոլորից։ Իմ տղան ժպտում է։ Ինչքան վաղուց եմ սրան սպասել։ Ես էլ չեմ թողնի, որ ժպիտը պակասի նրա երեսից։ Ես արդեն հարմար աղջիկ եմ գտել իմ Դրովի համար։ Թափքի, դու իմ հարցն ես դառնալու։ Իմ հաղորդումը միայն քո շնորհիվ վարեցի։ Եթե կարող եմ քեզ համար ինչ-որ բան անել, ցանկացած բան, դու միայն ասա։ Թափքին եկավ։ Սրա մասին նրան չասեք։ Եկար, պայուսակդ ինձ տուր։ Դիդի, մենք նայում էինք հաղորդումը, շատ լավ էր ստացվել։ Հայրիկ, դու էլ նայեցիր հաղորդումը, հավանեցիր, իսկական հիթ էր։ Ինչպես միշտ աղջիկս։ Դիդի, ամեն ինչ դու էիր կազմակերպել։ Այո, բայց մենակ չէ։ Մի ամբողջ թիմ էր աշխատել։ Դիդի, դու Դրովի տուն էիր գնացել։ Երբ կարող ենք տեսնել նրան։ Հիմա ես ուզում։ Այո, հիմա եմ ուզում։ Լավ, սպասիր։ Ես հիմա մի բան ցույց կտամ։ Ինձ էլ ցույց տվեք։ Թափքի, ես չէի պատկերացնում, որ դու կգնաս նրա տուն։ Եվ դեռ ինքնագիր էլ կխնդրես։ Աղջիկս դա ինչ է որ։ Մի օր մարդիկ նրանից են ինքնագիր խնդրելու։ Լավ, այդքան մի խոսեք։ Նրան էլ քաղցրավենիք տվեք։ Ես եմ այս ռաբրին պատրաստել։ Մի քիչ փորձիր։ Մամ, սա հաստատ աշխատանքիս համար են զանգ տալիս։ Հարցազրույցի են կանչում։ Ալո։ Ինձ մեկը չէ, ինձ 10 է պետք։ Ես աշխատանք չունեմ, ինձանից փող մի խնդրեք։ Ադիտի, ինչու ես այդպես բարկանում։ Դու աշխատանք կգտնես։ Այո, աղջիկս։ Դրա համար ժամանակ է պետք։ Արի քեզ պատմեմ, թե ինչ եմ արել հաղորդման համար։ Մամ, այս քաղցրավենիքն ինչի համար է։ Աղջիկս Նիմիջին էր եկել։ Նրա աղջիկն է ամուսնանում։ Ինչ լավ նորություն է։ Ես էլ սրանից կուտեմ։ Դա հետո կանաս աղջիկս։ Հիմա գնա փոխվիր։ Բոլորս էլ շատ քաղցած ենք։ Լավ հայրիկ։ Մամ, մինչև երբ ենք սա թաքցնելու։ Աղջիկս պետք է թաքցնենք։ Թափքին շատ բան է տարել։ Մի կերպ ուշքի է եկել։ Այս լուսանկարը ոչնչացնել է պետք։ Դի, այսօրվա հաղորդումն այնքան լավ արձագանքներ ունի։ Ցույց տուր։ Շատ լավ հաղորդում էր։ Ինչու ես այդպես կարդում։ Բարձր կարդա։ Շատ լավ հաղորդում է։ Այդպես շարունակիր Դրով։ Դրով, դու մեր կուրքն ես։ Մեր ձայնը միշտ քո հաղորդման հետ է լինելու։ Միայն քո շնորհիվ այսօր ամեն ինչ լավ ստացվեց։ Եվ քո տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Շնորհակալություն։
Դրով, Մայրիկ, դու դեռ չես քնել։ եթե զավակը քնած չէ, մայրն ինչպես է քնելու։ Ինչ է եղել։ Ոչինչ։ Ուղղակի աչքի էի անցկացնում այսօրվա հաղորդման արձագանքները։ Շատ են հավանել։ Այդպես էլ պետք է լիներ։ Մայրիկ այնքան տարօրինակ էր։ Ես չէի էլ պատրաստվում այսօրվա հաղորդմանը մասնակցել։ Բայց թափքին Դավ արդեն ուշ է։ Գնա քնիր։ Այո, դու էլ պետք է քնես։ Սա ինչպես է փակվում։ Այսպես։ Լավ, քնիր։ Լավ։ Դու չես կարող շուտ լավանալ, եթե չհանգստանաս։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ես հիշում էի նրան, ում մասին նոր մտածում էիր։ मैं भी उसे ही याद कर रही हूँ। Թափկեի։ Նա քեզ համար շատ հարմար է։ तेरे लिए Միայն մնում է փորձել նրան։ पैर पहले से Բժիշկ, ոտքն արդեն լավ է։ Անհամեմատ լավ է։ Մի քանի օրից լրիվ կապակինվեք։ Ես արդեն կարողանամ աշխատանքի գնալ բժիշկ։ Մտքիցդ հանիր։ जब तक Աշխատանքի անունը չտաս, մինչև դրիվ չառողջանաս։ Բայց մայրիկ գործերս այդպես մնում են։ Մոռացիր։ Դուք ձեր աշխատանքը տնից էլ կարող եք անել։ Դուք էլ զբաղված կլինեք, ձեր մոր ցանկություններ կկատարեք։ Բայց մայրիկ, Իսկ ինչ կլինի, եթե հաղորդումը կարելի է այստեղից վարել, ուրեմն մնացած գործերն էլ կարելի է այստեղ անել։ բայց մամ, Որոշված է։ լավ տիկին։ Եկեք, ես ձեզ կուղեկցեմ։ Այ քեզ մայրիկ։ Ալո։ Այո, Սաքշի։ Լավ եմ, շնորհակալ եմ։ Սաքշի, դու ուղարկիր հաղորդումներին վերաբերող բոլոր թղթապանակները։ Դրանք տանեք ստորագրեմ։ Ես կգտնեմ նաև այն թղթերը, որոնք պետք է ստորագրվեն։ Ներեցեք տիկին։ Այո, մտեք։ Տիկին մեզ կեսօրով բացակայել է պետք։ Ինչու։ Տիկին Ամիտն ամուսնանում է, նրա հարսանիքն է։ Կարիք չկա։ Ձեր գործերն արեք, վերջացրեք։ Ոչ ոք չի գնա մինչև աշխատանքային օրը չավարտվի։ Հասկացաք։ Գնացեք։ Բարի լույս տիկին։ Դու ինձ տիկին ասացիր։ Այդ ես պետք է քեզ այդպես դիմեմ։ Դու 3 հրաշք գործեցիր։ Ճիշտ չէ, տիկին թափկի։ Տիկին, դու ավելի խելացի դուրս եկար, քան ես կարծում էի։ Դու կարողացար հաղորդումը տնից կազմակերպել, չէ։ Տիկին, այդ միտքը դուք ինձ տվեցիք։ Իրականում այդ դուք էիք։ Հերիք է, այդքան կակազում ես խոսելուց, բայց մի րոպե դադար չես տալիս։ Գնա գործերը տարա։ Բայց տիկին, ինչ եմ անելու այսօր։ Ինչ ես անելու։ Մի րոպե։ Սոնու, Արտի, Սանջիվ, Սիդհարթ։ Այսօր ուզում եք կեսօրից գնալ, չէ։ Այո, տիկին։ Կարող եք ամբողջ օրը գնալ։ Լավ կուրախանաք։ Բայց տիկին դուք ասել եք մինչև գործերը չվերջացնենք չեն կարող գնալ։ Ձեր բոլոր գործերը կարվեն։ Մի անհանգստացեք։ Մենք թափքի նման ամենագետ աշխատող ունենք։ Բոլորդ գնացեք։ Բայց լսեք։ Ձեր գործերը չմոռանաք հանձնել թափքին։ Թափքի, վերցրու թղթապանակները։
մայրն ինչու է ինձ զանգում։ Ալո, այո մորաքույր։ Սակշի, Դրուվը թղթապանակներն էր ուզում։ Այո մորաքույր, ես հենց հիմա կբերեմ այդ թղթապանակները։ Ոչ դու չէ։ Թող դրանք թափկին բերի։ Այդ թղթերը տուր թափկին ու մեր տուն ուղարկիր։ Բայց մորաքույր, թափկին դեռ նորեկ է։ Սրանք շատ կարևոր փաստաթղթեր են, ինչպես տամ նրան։ Ինձ համար մեկ է Սակշի։ Եվ հետո նա մենակ շատ ավելի կարևոր գործ է արել, քան դուք։ Նրա հետ ուղարկեք թղթերը։ Ես նաև պետք է շնորհակալություն հայտնեմ նրան։ Լավ Սակշի։ Լավ մորաքույր։ Ինչպես կասեք։ Թափկին կբերի թղթապանակները։ Թափկի։ Վերցրու այս թղթապանակներն ու արագ Դրուվի տուն գնա։ Ինչ։ Ես չեմ կրկնի։ Արա ինչ ասացի։ Բայց տիկին, այս աշխատանքը ես դա կանեմ։ Այսինքն դա ուրիշն էլ կարող է անել։ Այս թղթապանակները հենց հիմա պետք է տեղ հասցնել։ Այնպես որ տար այնտեղ։ Պարոն, ձեր թղթապանակները։ Շնորհակալ եմ։ Պարոն, ինչպես եք ձեզ զգում։ Արդեն լավ եմ։ Սակշի ինչու է քեզ ուղարկել։ Ես խնդրեցի, որ դրանք թափկիի հետ ուղարկի։ Դու մեծ բան էիր արել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ աղջիկս։ Վերցրու։ Մի փոքրիկ նվեր ընդունիր իմ կողմից։ Ոչ մորաքույր, ես չեմ կարող ընդունել դա։ Թափկի աղջիկս։ Հպարտ լինելը լավ բան է, բայց մեծերի տված օրհնությունից հրաժարվել չի կարելի։ Առավել ևս մոր օրհնությունից։ Դա էլ կդնես այն կուրքերի կողքին, որոնք կան քո սեղանին։ Այդքան խորը հավատացյալ ես։ Դա շատ լավ բան է։ Դե վերցրու։ Շնորհակալություն մորաքույր։ Նայր բարկի։ Մենք օր ու գիշեր աշխատում ենք։ Իսկ մայրիկը նույնիսկ նոր հեռախոսս ձեռքիցս վերցրեց։ Ու այս հնոտին տվեց։ Իսկ այս կակազին արծաթե արձանիկ է տալիս։ Եվ դա այն դեպքում, երբ մայրիկը տանել չի կարողանում կակազներին։ Թափկի թղթապանակները նայելու համար ժամանակ կպահանջվի։ Նստիր այստեղ։ Այո աղջիկս, նստիր, քեզ ազատ զգա։ Դուք ձեր գործերն արեք, ես հետո կգամ, լավ։ Նորից։ Ես չեմ սիրում, երբ ինչ-որ բան նորմալ չի աշխատում։ Մի անգամից չես հասկանում։ Ներիր մայրիկ, ես քեզ համար նոր սկավառակ կբերեմ։ Մի մտածիր, այս անգամ ստուգել կտամ։ Նորմալ կաշխատի։ Իսկ այս անգամ ստուգել չէիր տվել։ Տվել է։ Հերիք ես ըտես։ Ինձ այս սկավառակը պետք չէ։ Ինչ անում ես իմ հեռախոսով արա։ Ինչ էր։ Ներբեռնել։ Այո, դա իմ հեռախոսով արա։ Լավ մայրիկ, այդպես էլ կանեմ։ Պարոն։
Պարոն, ինձ կարող էիք ասել։ Դուք նստեք։ Շնորհակալություն։ Եվ նրա համար ինչ երեք արեցիր ինձ համար։ Շնորհակալություն։ Դու ինձ փրկեցիր Գյան Շամլալի ավազակներից։ Դրա համար էլ շնորհակալություն։ Դրուվ։ Ինչ եղավ։ Ինչ որ սխալ բան ասացի։ Ես էի սխալ բան արել, պարոն։ Այդ օրն իմ կակազության պատճառով ես չկարողացած ես ժամանակին ձայն տալ։ Եվ դուք վթարի ենթարկվեցիք, վնասվեցիք։ Այդ թերությունը քեզ չխանգարեց։ Դու անմիջապես նետվեցիր ինձ օգնության, չէ՞։ Ինչու ես քեզ մեղադրում։ Դու մեղք չունես։ Ջուր խմիր։ Պարոն, ուտելը։ Երբ ես քաղցած եմ լինում, սկսում եմ զգրտալ։ Պարոն, ձեզ ժպտալն այնքան ես ազում։ Դուք պետք է ավելի շատ ժպտաք։ Զկրտում ես, որովհետև սոված ես, չէ՞։ Մի բան կեր։ Պարոն, ես շտապում էի ու մոռացա ինձ հետ նախաճաշ վերցնել տնից։ Սա էլ է տուն։ Հիմա կասեմ, որ մի բան բերեմ։ Պարոն, դուք շարունակեք աշխատել, ես կբերեմ։ Լավ, ասա մայրիկին կամ նրան, ով կա խոհանոցում։ Լավ։ Ինչու է մայրիկը միշտ ամեն ինչ մեզ հանձնարարում։ Ձեռքերից նայիր։ Տես թե ինչ վիճակում են։ Մայրիկը մեզ երբեք չի խնայում։ Միայն այն աղջկանը մեծարում, որը կակազում է։ Նրան Աստծո արձանիկ է նվեր տալիս։ Իսկ մենք ոչինչ չենք ստանում։ Ներեցեք, կարող եմ ուտելու մի բան վերցնել։ Ես շատ քաղցած եմ։ Մենք ինչ անենք, քո ծառաներն ենք ինչ է։ Բարկի, ինչու ես այդպես խոսում։ Մայրիկը միշտ ասում է, որ հյուրն Աստծո պես բան է։ Իսկ թափկին մեր հյուրն է, չէ՞։ Թափկի, մենք մանգոյի հյութ ենք կամում։ Դու 2 րոպե սպասիր, մենք քեզ դրանից կտանք, լավ։ Թողեք ձեզ օգնեմ։ Ոչ, կարիք չկա։ Դու մեր հյուրն ես։ Սպասիր, մենք քեզ կմատուցենք։ Սպասիր մի րոպե։ Շաքար լցնեմ։ Ու արդեն պատրաստ կլինի։ Լավ։ Ես հիմա աղ կավելացնեմ սրան։ Սպասիր։ Շաքար պետք չէ։ Մանգոն առանց այդ էլ քաղցր է։ Ինձ այդպես տուր։ Այո։ Սպասիր, Բարկի։ Միայն մանգոյի հյութ տալը սխալ է։ Թափկին մեր հյուրն է, չէ՞։
Նրա համար սեղան է պետք գցել։ Ոչ, նեղություն մի գրեք։ Դա էլ հերիք է։ Լավ, մենք նոր բան չենք եփել։ Գոնե մի լավ թափահար ենք այս հյութը, որ փրփուր լինի։ Ինչպես են ասում։ Հատուկ փրփրուն հյութ։ Ոչ, պետք չէ։ Տվեք խմեմ։ Մի րոպե սպասիր, հիմա կտամ։ Էլ իրեն չի երևակայի։ मिर्ची मिलाते थे Մրմռոցից մեռնելու ես։ ऐसी चलेगी ना Այ կտեսնես։ Վերցրու։ अब पी के बता Խմիր ու ասա թե ինչ համ ունի։ मैंगो से Շատ համեղ էր։ Այո։ Բայց ես դրա մեջ պղպեղ էր լցրել, չէ։ Այդպես ավելի համեղ էր։ Ինչ։ Այո։ क्या है ना Ես կծուբաներ դեռ մանկուց շատ եմ սիրում։ Դա օգնում է նվազեցնել կակազությունը։ Եվ դուք այնքան और आप ուշադիր եք իմ նկատմամբ։ और मेरे Նույնիսկ պղպեղի մասին էիք մտածել։ Շատ շնորհակալ եմ։ Այս ինչ աղջիկ է։ Ես մի տոննա կծու պղպեղ էի լցրել հյութի մեջ, բայց նա աչքն էլ չթարթեց։ Ուրիշ բան է պետք մտածել այս աղջկան տնից վռնդելու համար։ Ճիշտ չէ, չուտքի։ Ճիշտ է։ Ինչ եղավ։ Ինչու չես խոսում։ Մայրիկ, մենք քեզ պետք էինք։ Ներս եկեք։ Մայրիկ, բարկացած ես։ Ինչ սխալ բան են կարել։ वैसे हमसे कोई गलती हो Մայրիկ, बड़ी सासू माँ մեզ էլի ես պատժելու, հա։ होगा हमका Ես ձեզ պատժում եմ, բայց նաև լավ եմ պահում։ Այո, բռնեք սա։ Ինչ եք նայում այդպես։ Սրանք ձեզ համար են։ Մեզ համար են։ Այո։ Տեսնենք թե ինչքան են սրանք սազում ձեզ։ Նայեք հապա։ Հապա։ सुंदर लग रहे हैं Չտեսնված է։ Գիտես մայրիկ, ես միշտ երազել եմ այսպիսի զարդեր ունենալ, եւ այսօր और आज देखिए այսօր ստացա։ ना हमको मिल गया Ոչ։ Դուք դեռ չեք ստացել, բայց կարող եք ստանալ։ Եթե մի բան անեք ինձ համար։ Ինչ անենք, ասա մայրիկ։ Դուք թափկին գիտեք։ Միահամուռ ուժերով մի այնպիսի բան արեք, որ թափկին գնա մեր տնից ու էլ երբեք հետ չգա։ फिर बड़ी सासू Բայց մայրիկ, մենք կարծում ենք, թե դու հավանում ես թափկին։ Ինչու՞։ Ինչու՞։
Նրա պատճառով Դրուվը մի րոպե հանգստանալու հնարավորություն չի ունեցել։ Ինչու պետք է հավանեի նրան։ Նա դեռ լավն էր հաղորդման ժամանակ, բայց այսօր էլ ինչ որ աշխատանքի պատրվակով մեր տուն է եկել։ Լսեք, ես նրա հետ սիրալիր եմ, որ Դրուվն իրեն վատ չզգա։ Բայց հիմա դուք պետք է մի այնպիսի բան անեք, որ Մայրիկ, դու այդ գործը մեզ թող։ Դու կտեսնես թե մենք Դրուվին ինչպես ենք ազատում իր բոլոր գործերից։ Եվ ինչպես ենք ազատվում թափկիից։ Այո, մայրիկ, այդ գործը մեզ թող։ हम पर छोड़ दीजिए Մայրիկ, դու պատրաստ պահիր այս զարդերը։ Հենց որ քո հանձնարարությունը կատարենք, դրանք քո ձեռքով մեզ կհանձնես։ Ճիշտ չէ, Բարկի։ Թափկի աղջիկս։ Ներիր ինձ։ Ես սա դիտավորյալ արեցի։ Ես գիտեմ, թե նրանք երկուսով ինչքան դաժան են։ Վաղը երբ այս տուն մտնես, պետք է վարժված լինես նրանց ստորություններին ու պայքարես։ Միջուկը կարծես վերջացավ։ Պարոն, սա վերցրեք։ Սա թանաքով գրի չէ։ Ո՞վ է հիմա սրանցով գրում։ Պարոն, ես եմ գրում։ Հայրս է սա նվիրել, երբ ես գնում էի ավարտական քննություններիս։ Պարոն, սրանից ձեռագիրն էլ է լավ ստացվում։ Պարոն, դա հին գրիչ է։ Երբեմն լավ չի աշխատում։ Պետք է թափ տակ, այ այսպես։ Սիրով ինձ նման։ Թափկի։ Հիմա ինչ եղավ։ Պարոն, Պարոն, պետք չէ։ Այդպես այդ գեղեցիկ է։ Շրջապատն ավելի գեղեցիկ է, երբ գույներով է լցվում։ Մի անգամ եղբորս շուբի ոտքն էր կոտրվել։ Ես ներկում էի նրա սպիտակ վիրակապը։ Պարոն, կարող եմ ձեր վիրակապն էլ ներկել։ Ոչ, ինձ պետք չէ։ Ինձ համար կարևոր չէ շուրջս գույներ կան թե ոչ։ Պարոն, ինչու կարևոր չէ։ Գույները մարդու կյանքում ամեն ինչ փոխում են։ Պարոն, չէ որ աշխարհը լիքն է տարբեր գույներով։ Աստվածն այնքան բազմաթիվ գույներ է ստեղծել։ Սառը կանաչ գույնով է ներկել։ Ծաղիկները կկարմիր, դեղին, վարդագույն։ Մարդկային հարաբերություններն էլ գույներ ունեն։ Հայրիկս ասում է, որ մարդու կյանքում երկու շատ կարևոր բան կա։ Գույները հարաբերությունների մեջ եւ հարաբերությունները գույների մեջ։ Դրա համար էլ ես, պարոն, գույներ շատ եմ սիրում։ Չուտքի լսիր, ես մի բան մտածեցի։ Ինչ։
Ես կասեմ, թե ինչպես մեր տնից վրընդենք թափքին։ Ինչպես։ Արի աթոռին մեղ դնենք։ Ու այնպես անենք, որ թափքին նստի դրա վրա։ Դե պատկերացրու։ Աթոռին մեղ ու թափքին նստում է դրա վրա։ Չուտկի։ Մուրճն այնտեղ է։ Ես գտա մուրճը։ Հիմա մենք թափքին մի լավ դաս կտանք։ Ձերքերս չեն հասնում։ Ինչ անեմ։ Բարգի, արի այստեղ, նստիր։ Ինչ։ Զարդեր չես ուզում ստանալ։ Այն էլ ոնց եմ ուզում։ Ուրեմն արի այստեղ ու ձի դարձիր։ Ձի։ Զգույշ եղիր, մեջքս այնպես է ցավում, չուտկի։ Շոտ է ցավում մեջքս։ Բարգի, հիմա ցավի մասին մտածելու ժամանակը չէ։ Մուրճը գտանք։ Իսկ հիմա արի մեր գործին անցնենք։ Արի։ Պարոն։ Բան չկա, ես ուղղակի զուգարան էի ուզում գնալ։ Ես ձեզ կօգնեմ։ Ես կգնամ։ Գտար։ Ոչ, չգտա։ Իսկ դու։ Ոչ։ Այսքան մեծ տուն է, բայց ոչ մի բան գտնել հնարավոր չէ։ Մի մեղնի չէ, որ չենք գտնում։ Իսկապես, ում է պետք այսքան մեծ առանձնատունը։ Դու այնտեղ նայիր, իսկ ես այստեղ կնայեմ։ Որտեղից մեղ գտնենք։ Չուտկի։ Ահա, այո։ Իսկ նկարը, Տեր Աստված, ուղեղդ մի քիչ շարժիր։ Հենց որ մեր գործերը վերջացնենք, մեղն էլ իր տեղը կդնենք։ Կյանքումդ առաջին անգամ մի նորմալ բան ասացիր։ Ինչ ես ուզում ասել։ Այն, որ այս անգամ ինձանից մի քանի անգամ ավելի արագ մտածեցիր։ Հերիք է հիմար բաներ ասես։ Հանիր այս մեխը։ Զգույշ եղիր։ Ինչ եք անում։ Ինչ եք նկարը հանել։ Մեզ մեխն էր պետք։ Մեխը։ Այո, մենք։ Բաուջի, մեխը ժանգոտվել է եւ նկարը կարող է ընկնել։ Դրա համար էլ մենք հանում ենք մեխը։ Մեկը մյուսով ենք փոխարինում։ Այո, ճիշտ է ասում, փոխում ենք։ Դե լավ, հասկացա։ Բայց այնպես արեք, որ ձեզ կեսուրը չտեսնի։ Թե չէ ձեզ կկախի այդ նկարի տեղը։ Այո, բաուջի։ Ինչ մայրիկը, ինչ բաուջին, երկուսն էլ ուրվականի նման հանկարծ հայտնվում են։ Այն էլ ամեն անկյունից։ Թափկի, դու ասացիր, որ քո հեռախոսը ճիշտ իմի նման է։ Այո, լսիր, իմ հեռախոսը չի աշխատում։ Արի տես, հա, գուցե հասկանաս։ Այո, դուր տեսնեմ։ Իմ հեռախոսը դրսում է։ Ինձ հետ արի։ Ես այնքան եմ նեղվում։ Առանց հեռախոսի շատ դժվար է։
Պարոն, Ես կքայլեմ։ Թափքի այս թղթապանակը, որ բերել է իր Մայրիկ, हमने कहा था ասում ենք, չէ, որ մեր նպատակին կհասնենք։ Այո, կտեսնես մայրիկ, թե թափքին ինչպես է մեր տնից փախչելու։ Ու էլ երբեք չի վերադառնալու։ Ուրեմն թափքին չբռնեց այս փորձությունը։ Մայրիկ, իսկ հիմա մեզ տուր մեր մրցանակը։ Մեր զարդերը։ կրկնօրինակումը կատարվել է Շանթ հեռուստաընկերությունում 2019 թվականին։